Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայում YouTube-յան ալիքի եթերում, այսօր օր աշխատանքային է, եւ ինչպես ամեն աշխատանքային օր մենք ձեզ ենք ներկայացնում օրվա մամուլի կարևորագույն հրապարակումներ եւ այսպես։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Փարաքարի համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանի սպանության քրեական գործով նախաքննական մարմինը Մերձավանից մի շարք անձանց հեռախոսներ է արգրավել եւ այս ընթացքում վերծանում են ինչպես հեռախոսային խոսակցությունները, այնպես էլ ստուգվում են հեռախոսներում արկա տվյալները։ Օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն հեռախոսները արգրավել են, դրանցով ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին իր առանձնատան բակում սպանվեցին Փարաքարի համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանը եւ քրեական ոստիկան Կարեն Աբրամյանը։ Սպանության գործով կալանավորված են երկու անձինք՝ Տարեկ Օհանյանը եւ Գևորգ Հարությունյանը։ Իրավապահ համակարգը համարում է սպանությունը բացահայտված, մինչդեռ սպանված Վոլոդիա Գրիգորյանի հարազատները պնդում են, որ կան պատվիրատուներ։ Նշենք, որ կասկածելի այն հանգամանքը, որ սպանությունից 10 օր առաջ երկիրը լքել է Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանը, ավելին սպանություն կատարող Գևորգ Հարությունյանը Մհեր Ախտոյանին անձամբ էր տարել օդանավակայան եւ ճանապարհել։ Հրապարակ օրաթերթը գրում է. տեղեկացանք, որ միջազգային արբիտրաժային դատարանը վարույթ է ընդունել Ամուլսարի գործը։ Դեռևս 2023 թվականին Ամուլսարի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներկայացվել էր Ամուլսարը շահագործող ընկերության կողմից Հայաստանի դեմ ներկայացվել էր հայց։ Հայցվորն ամերիկյան ներդրողներ էին, որոնք այժմ միավորվել են եւ համատեղ հայց ներկայացրել մի իրավաբանական ընկերության միջոցով։ Գործը վարույթ ընդունելու համար հիմք է հանդիսացել Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև գործող ներդրումների փոխադարձ պաշտպանության եւ քաջալերման պայմանագիրը։ Հիշեցնենք, որ սա միակ դեպքը չէ, երբ կառավարության անգործության կամ հանցավոր գործունեության հետևանքով Հայաստանի դեմ արբիտրաժային դատարան են դիմում տարբեր ընկերություններ, վերջին ամենաթարմ օրինակը Հեցի պատմությունն է, եւ եթե կա նաեւ այլ գործ, հանքարդյունաբերության ոլորտում բացի Ամուլսարից, եւ եթե այս բոլոր գործերով Հայաստանը պարտվի, ապա 3-4 միլիարդ Նիկոլ Փաշինյանը միայն այս անգործության եւ հանցավոր գործողությունների համար Հայաստանի վզին ուղղակի պարտ կդնի։ Հրապարակ թերթը գրում է. հաշվի առնելով Ագրարային համալսարանում ընդունելության անմխիթար վիճակը, կառավարությունը որոշել է բակալավրիատի եւ մագիստրատուրայի դիմորդներին մոտիվացնելու նպատակով սահմանել 70-77 հազար դրամ կրթաթոշակ։ Եվ դա էր պատճառը, որ անցած տարվա Ագրարայինի մագիստրատուրային ընդունվել նաև համալսարանի որոշ աշխատակիցներ, դոցենտ, դասախոս, ամբիոնի վարիչ, ստորաբաժանումների ղեկավարներ, ռեկտորի վարորդը եւ այլն։ Պարզվում է, որ սույն պրակտիկան աշխատակիցներին դուր է եկել եւ այս տարի էլ շարունակվում է։ Մագիստրատուրային ընդունվել բուհի վարչության պետ, բաժնի վարիչ, գործավարներ, վարչական աշխատակիցներ, ամեն դեպքում, եթե Ժաննա Անդրեասյանի փրկության ծրագիրը մեր գյուղատնտեսությանը չեն օգնում, կրթաթոշակն աշխատակիցների համար կարող է լինել մի փոքր հավելավճար, ցածր աշխատավարձի ֆոնին։ Սա խայտառակություն է կրթական համակարգի իրական պատկերը ցույց տվող, փաստորեն գործիք, որը հորինվել է կամ մտածվել է իբրև թե համալսարանը առողջացնելու, նոր ուսանողներ ներգրավելու համար ծառայում է համալսարանի աշխատակիցներին ամսական 70-77 հազար դրամ հավելյալ աշխատավարձ ստանալու նպատակին։ Սա նաև ամոթալի է այդ համալսարանի ղեկավարության համար, որովհետև իրենք էլ փոխանակ համալսարանը առողջացնելու աշխուժացնելու նպատակով օգտագործեն այդ դրամական միջոցները, գնան, չգիտեմ, գյուղեր, համայնքներ, այն համայնքներ, որտեղ գյուղատնտեսությամբ են զբաղվում, ինչ որ կոնկրետ մշակաբույսեր կամ կուլտուրաներ են մշակում, այդտեղ երեխաներին մոտիվացնեն, բերեն իրենց համապատասխան բաժիններ, որպեսզի արդեն որպես մասնագետ գյուղատնտեսներ վերադառնան այդ համայնքները զարգացնեն, իրենք որոշել են այդ գումարը դնել իրենց գրպանը։ Սա ծաղր ու ծանակ է կրթական համակարգի նկատմամբ եւ սա ծաղր ու ծանակ է պետական ինստիտուտի նկատմամբ։ Հրապարակ թերթը գրում է. ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ ԿՊԱ-ական Վլադիմիր Վարդանյանը պարզվում է փոխել է ազգանունը։ Մեզ պատմել էին, թե նա կնոջ ազգանունն է վերցրել, սակայն Վարդանյանը մեծ զրույցում ասաց, որ կնոջ ազգանունը Մելիքյան է։ Ինքն ի սկզբանե Վարդանյան է եղել, ապա երբ ժառանգության հարց է առաջացել, փոխել է ազգանունը, տատիկի ազգանունն է վերցրել, իսկ երբ փաստաթղթային խնդիրները լուծվել են, կրկին վերադարձվել է Վարդանյան ազգանվանը։ Նա կատակեց, ես կնոջ ազգանուն վերցնող տղա եմ, եւ որ կնոջ ազգանուն վերցնող տղա չես, ԿՊ-ում ինչ ես անում, կնոջ ազգանուն վերցնող տղա չես, բայց Արցախը հանձնող տղա ես։
որը ավելի վատ է իդեպ։ Իրավունք թերթը գրում է. Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ նրա ընտանիքի հանդեպ ճնշումները անցել են ստվերային փուլի։ Մասնավորապես տեղի աղբյուրների համաձայն Ղուկասյաններին 24/7 գրաֆիկով հսկում են իրավապահները քաղաքացիական հագուստով եւ աչքի չընկնող մեքենաներով։ Ասում են նրանք շատ դժգոհ են, քանի որ ոչ մի կրիմինալ բան դեռ չեն կարողանում գտնել։ Հավայի պոչներին են նստացրել, դժգոհել են նրանք մտերիմների շրջանակում։ Շատ հրաշալի կերպով մեր ոստիկանությունը իրավապահ համակարգը այսպես չնկատվող մեքենաներով հսկում է Վարդան Ղուկասյանի ընտանիքին այնպես, որ բոլորը նկատել են եւ իրավունք օրաթերթը արդեն դրա մասին գրել է։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. գրեթե քաղաքական կարիերա չունեցող Դավիթ Հարուշանյանը հեղափոխությունից հետո բախտի բերմամբ թե պատահմամբ ընտրվեց Գյումրու համայնքի ղեկավարի տեղակալ։ Հենց այս նույն սկզբունքով Արուշանյանը նախորդ տարի 2024 թվականի դեկտեմբերին падգամավորական մանդատը վայր դրեց եւ դարձավ Շիրակի մարզպետ։ Դավիթ Արուշանյանը փոխարինեց Մուշեղ Մուրադյանին, ով նույնիսկ չգիտեր, որ պաշտոնանկ է արվել։ Արուշանյանը 2004-2006 թվականներին եղել է Անիտուր տուրիստական գործակալության փոխտնօրեն, 2006-21 թվականներին տնօրեն, 2021-22 թվականներին Արուշանյանը դարձավ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ։ Նա 2018 թվականից քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է, իսկ 2022 թվականի հոկտեմբերի 26-ին ԱԺ պատգամավոր ընտրվեց քաղաքացիական պայմանագիր կուսակցության համապետական ցուցակով։ Այսպիսով ինչ ունեցվածք ունի Շիրակի մարզպետը։ Դավիթ Արուշանյանը 2024 թվականի եկամուտների անշարժ գույքի ծախսերի եւ շահերի հայտարարագրի համաձայն ունի 3 անշարժ գույք, 2 բնակարան, որոնք ձեռք է բերել 2014 թվականին Երևանում եւ ավտոկայանատեղի, որն Արուշանյանը գնել է կենտրոն վարչական շրջանում։ Բացի այս գույքերից Շիրակի մարզպետը Գյումրիում ունի հիպոթեկով գնված բնակարան, որը հիպոթեկի մայր գումարի մնացորդը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է $52,400։ Հրապարակ թերթը գրում է. ԿՊ-ն ողջ ներուժով լծվել է Սամվել Կարապետյանի մեր ձևով շարժումը վարկաբեկելուն։ ԿՊ-ն ու նրա քարոզիչները 24 եւ 7 ռեժիմով հետևում են շարժման բոլոր շարժերին եւ ակտիվորեն մեկնաբանում Պարսավում։ Մենք տեղեկացանք, որ ԿՊ-ի վերին օղակներում քննարկում են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նկատմամբ հետապնդումները սկսելու հարցը, քանի որ կան տեղեկություններ, որ նա ղեկավարելու է մեր ձևովի ցուցակը որպես վարչապետի թեկնածու։ Ելնում է նաև նրանից, որ շաբաթ օրը մեր ձևով շարժման միջոցառման ժամանակ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ վարչապետի իրենց թեկնածուն ընդունելի կլինի եւ բոլորը կհավանեն։ Մենք մեր թեկնածուի մասին կհայտարարենք, երբ քաղաքական ուժ դառնալու մասին հայտարարենք։ Մենք ասել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ նախընտրական որևէ միավորման չենք գնալու, բայց չենք ասել, որ այդ ուժերի որևէ ներկայացուցչի հետ համագործակցության կամ միավորման չենք գնա, ասել է Նարեկ Կարապետյանը։ Իհարկե իշխանությունը անհանգստացած է Սամվել Կարապետյանի անձի գործոնով։ Սա պետք է ֆիքսենք, որովհետեւ գլխավոր դերում իհարկե Սամվել Կարապետյանն է, իր հեղինակությունն է, շարժումը դեռ քաղաքական պատկեր չի ստացել։ Այո, իշխանությունը կարող է նաև անհանգստանալ Կարեն Կարապետյանի առաջադրմամբ եւ կարող են ինչ-որ քայլեր անել, բայց ես ինչպես նկատում եմ, իշխանությունը նաև այլ տակտիկա է ընտրել, շարժման հետ ասոցացնել մարդկանց, որոնք այնպիսի վնաս կհասցնեն այդ շարժման եւ Սամվել Կարապետյանի հեղինակությանը, որ կարծում եմ քրեական գործերի կարիք չի լինի։ Օրինակ նման մի կերպար կա Էդմոն Մարուքյան, Նիկոլ Փաշինյանի նախկին դեսպանը, հատուկ հանձնարարությունները, որը Նիկոլ Փաշինյանի հետ մասնակցել է Արցախի հանձնմանը։ Ասում են իշխանությունները ամեն կերպ ջանք ու եռանդ չեն խնայում, որ Էդմոն Մարուքյանը ասոցացվի մեր ձևով շարժման հետ եւ իր անունը կապեն մեր ձևով շարժման հետ, որովհետեւ եթե հենց նա իր անունը կապվեց Սամվել Կարապետյանի հետ, դա նման կլինի իրավիճակի, որ ասենք մեղրով լի տակառի մեջ ներողություն արտահայտության համար մի գթալ քաք լցնեն։ Եվ Էդմոն Մարուքյանը կարծեք թե ակտիվորեն նվիրված է այդ գործին, ինչևէ, կարծում եմ շարժումը եւ Սամվել Կարապետյանը շատ ավելի լավ են գիտակցում իրենց շահերը եւ նպատակները եւ իրենք ավելի լավ կհասկանան Էդմոն Մարուքյանը իրենց պետքա թե չէ։ Իսկ հասարակության վերաբերմունքը Էդմոն Մարուքյանին եւ ընդհանրապես իր քաղաքական միավորին լավագույնս ցույց տրվեց 2023 թվականին, երբ իրենք հնարավոր բոլոր միջոցներով գովազդելով իրենց կուսակցությունը Երևանի ավականու ընտրությունում 1400 ձայն կարծեմ հավաքեցին,
1.2 միլիոնանոց բնակություն ունեցող քաղաքում։ Իրավունք թերթը գրում է. վերջին ամիսներին Նուբարաշենի աղբավայրում արձանագրված տասնյակից ավելի հրդեհները ցեց է գցել ՔՊ-ի ներսում։ Ըստ իշխանական կուլիսային շշուկների որոշ շրջանակներ լուրջ վարկած են առաջ քաշում, համարելով, որ հրդեհները կարող են նպատակային, պլանավորված եւ քաղաքական շարժառիթներով իրականացված գործողություններ լինել։ Ավելի կոնկրետ, Նուբարաշենի բազմակի հրդեհները կարող են լինել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դեմ ուղղված սաբոտաժային քայլ, հենց իշխանական որոշ շրջանակների կողմից, որոնց միջոցով փորձ է արվում նրան չեզոքացնել, հատկապես այն բանից հետո, երբ ՔՊ վարչության վերջին համագումարում նա պահպանեց իր դիրքերը, ինչը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի սրտով չէր, այլ նաև շատ ՔՊ-ականների։ Չեմ բացառում այս վարկածը, իդեպ Տիգրան Ավինյան եւս հրապարակային դրա մասին խոսեց, ասաց դիմում է ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի բացահայտեն այդ հրդեհողներին։ Այո, Տիգրան Ավինյանի դեմ կարող է ՔՊ-ի ներսում նման թեժ պայքար լինել, չմոռանանք, որ նա Հայաստանի բնակչության կեսի բնակավայրը հանդիսացող Երևանի քաղաքապետն է, չնայած ապօրինի ձևով ընտրված, փոքրամասնության ուժի ներկայացուցիչ, այնուամենայնիվ հսկայական ռեսուրսների տիրապետող։ Իսկ ՔՊ-ում ֆինանսատնտեսական ռեսուրսների տիրապետելու մեծ բազար է գնում, վերջերս դուք նկատեցիք նման նույն դրսևորում եւս ՔՊ-ի ներսում եւ էլի կնկատեք առաջիկայում։ Հրապարակ թերթը գրում է. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը երեկ աշխատանքից ազատել է մասնագիտական կրթության եւ ուսուցման վարչության պետ Արմենուհի Պողոսյանին եւ մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգման բաժնի պետ Կարեն Մանուկյանին, ինչպես նաեւ մի շարք այլ աշխատողների։ Մեր տեղեկություններով նրանց նկատմամբ ծառայական քննություն է իրականացվել թեման Սպիտակի պետական քոլեջում կրթաթոշակների հետ կապված յուրացումներն են։ Նախարարության մեր աղբյուրներն ասում են, որ սխալ ձևով են կրթաթոշակները բաժանվել ուսանողներին։ Վարչության պետ Արմենուհի Պողոսյանը մեծ զրույցում չցանկացավ մանրամասնել, թե խոսքը որ ժամանակահատվածին է վերաբերվում եւ որքան գումարի մասին է խոսքը։ Մինչև անցնենք միջազգային լուրերին, առաջարկում գովազդային դադար եւ վերադառնանք։ Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեզ։ Հիմա ձեզ ենք ներկայացնելու միջազգային մի քանի հրապարակումներ միջազգային մամուլից, մինչև այդ առաջարկում բաժանորդագրվել մեր ալիքին, գրել մեկնաբանություններ, ձեր կարծիքը, սեղմել զանգակի կոճակը, որպեսզի ավելի հաճախ ստանաք մեր հրապարակումների մասին տեղեկատվություն։ Ուրեմն երեք դուք գիտեք, Նիկոլ Փաշինյանը հրավիրված էր Եգիպտոս եւ այնտեղ մասնակցում էր միջազգային, այսպես խաղաղություն մերձավոր արևելքին կոնֆերանսին եւ Դոնալդ Թրամփը կրկին հիշել է Վաշինգտոնյան համաձայնագիրը այդ միջոցառման ժամանակ իր թիկունքում նստածների մեջ փնտրելով գտնելով եւ դիմելով Փաշինյանին ու Ալիևին։ Թե ինչպես է հիշել այս դրվագը առանձնացրել է քաղաքագետ Արա Պողոսյանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսում կրկին հիշեց Հայաստանն ու Ադրբեջանը։ Մենք ունենք Հայաստան ու Ադրբեջան, դա այն փոքր պատերազմն էր, որ մենք կանգնեցրեցինք։ Ահա նրանք, նայեք նրանց։ Նրանք նստած են այստեղ, երբ ես հանդիպեցի նրանց, դա տեղի ունեցավ Օվալաձև սենյակում, նրանք պատերազմում էին, կարծեմ մոտ 31 տարի։ Կամ նման մի բան, մեկը նստած էր Օվալաձև սենյակի մի կողմում, մյուսը մյուս կողմում, իսկ հանդիպման սկսվելուց մոտ 1 ժամանց նրանք արդեն գրկախառնվում էին, ասել է Թրամփը։ Իդեպ այս միջոցառման ժամանակ մեկ այլ բավական զավեշտալի իրավիճակ արձանագրվեց։ Նիկոլ Փաշինյանը, որ այստեղ Հայաստանում իր քարոզչամիջոցով համոզում է, իր քարոզիչներով, կվադրոբերներով համոզում է, որ Թրամփի WhatsApp-ի համարն ունի, երբ ուզենա կզանգի, արդեն աշխարհաքաղաքական մակարդակի տղա է Նիկոլ Փաշինյանը, երեք ստիպված էր Դոնալդ Թրամփին հիշեցնել, որ ինքը Հայաստանի վարչապետն է, մոտեցավ Դոնալդ Թրամփին, ասելով. «Պարոն նախագահ, դուք հիշում եք ինձ, ես Հայաստանի վարչապետն եմ»։ Ահա այսպիսի ծաղր ու ծանակի վիճակում է Հայաստանը Նիկոլ Փաշինյանի դեմքով։
Դոնալդ Թրամփը նաև այս դրվագով ցույց տվեց, որ ինքը թքած ունի Նիկոլ Փաշինյանի վրա, թե նա Ալբանիայի վարչապետն է, Հայաստանի վարչապետն է կամ այն տղեն է, թե այն տղեն չէ, հա, եւ նաև բարևելուց երևաց իր վերաբերմունք, հա, սովորաբար Դոնալդ Թրամփը շատ այդպես կոշտ բարևում է եւ երկար է ձեռը ձգելու այդ գործողությունը վստահ եմ նկատել եք այն գործիչների նկատմամբ, որոնց նկատմամբ բացական վերաբերմունք ունի կամ հեգնանքով, ծաղրանքով է վերաբերվում։ Փաշինյանը այդպիսի վերաբերմունքի արժանացավ, իսկ Իլհամ Ալիևը հարգալից վերաբերմունքի, նաև բարևելու ժամանակ, եւ եթե Փաշինյանը հեռանում էր Դոնալդ Թրամփից, Թրամփը թփթփացրեց նրա ուսին, որ մեր ջահելն է, էլի թող գնա, Ալիևի նկատմամբ լրիվ ուրիշ վերաբերմունք կար։ Ցավալի է, բայց մենք ահա այս վիճակում ենք։ Մադագասկարի նախագահ Անդրի Ռաձուլիան տարանվել է երկրից ֆրանսիական ռազմական ինքնաթիռով, քանի որ բողոքի ցույցերը եւ ռազմական ապստամբությունը սպառնում էին տապալել նրա կառավարությունը, հաղորդում ֆրանսիական լրատվամիջոցները։ Տարհանումը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համաձայնագրի կնքումից հետո Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են, որ չեն միջամտի Մադագասկարի ներքին ճգնաժամին, որը ցնցում է երկիրը սեպտեմբերի 25-ից։ Ներկայիս իրավիճակում, երբ Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքական ղեկավարությունները ջանքեր են գործադրում կառուցողական համագործակցության մթնոլորտում խաղաղություն կառուցելու համար, հայ եկեղեցին եւ Սփյուռքը բոլոր ուժերով ապակառուցողական քարոզություն են իրականացնում այդ գործընթացը խափանելու համար, ասել է Ադրբեջանի հոգեվոր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գործընկեր Փաշազադեն։ Եմեն-Գազայի հատվածի կարգավորման ֆորին կարող է դադարեցնել Իսրայելի հետ ասոցիացիան համաձայնագրի կասեցման գործընթացը, այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պաոլա Պինյոն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ։ Նույնիսկ եթե Իրանն ասի մենք չենք ուզում գործարք կնքել, միևնույնն է, նրանք ուզում են այն կնքել, եւ մենք կտեսնենք, թե արդյոք կկարողանանք ինչ-որ բան անել։ Այս մասին Իսրայելի խորհրդարանում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Իրանին եւ ինչպես գիտեք, սա թուլությունից չէ ասված։ Թուլություն չկա, բայց ես կասեմ այսքանը, մենք պատրաստ ենք, երբ դուք պատրաստ լինեք, եւ դա կլինի լավագույն որոշումը, որը Իրանը երբևէ կկայացնի, ասել է Թրամփը։ Ես կցանկանայի ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ վերջին ամիսներին ԱՄՆ-ն շարունակել է մի շարք սահմանափակող եւ պատժիչ միջոցներ կիրառել Չինաստանի դեմ, որոնք լրջորեն խաթարել են չինական շահերը։ Չինաստանը կտրականապես դեմ է հանդես գալիս դրան, հայտարարել է Չինաստանի արտգործ նախարարության ներկայացուցիչ Լի Ցզյանը արձագանքելով ԱՄՆ կողմից Չինաստանի նկատմամբ շարունակվող պատժամիջոցներին։ Այսօր այսքանն ենք առանձնացրել տեղական միջազգային մամուլից, կհանդիպենք վաղը։